Շատ լավ, եւ նաեւ զարգացնի մեր քաղաքականություն, բնակարանաշինության հետ կապված ասեմ, ինչպես նշեց պարոն Լևոն Պարսեղյանը, Գյումրիում ներկա պահին առկա է 2400 տնակ, բայց ոչ այդքան ընտանիք, պարոն Պարսեղյան, բնակվում են տնակներում բնակվում են մոտ 900 ընտանիք, պետությունը այդ 900-ից 110-ի նկատմամբ ունի պարտավորություն, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն երկրաշարժի ժամանակ, երկրաշարժի հետևանքով բնակարաններ են կորցրել եւ պետությունը այդ պարտավորությունը վերցրել է մինչև 2027 թվականը պարտադիր այդ 110 ընտանիքները ստանալու են փոխհատուցումները, մնացած ընտանիքները տարբեր պատճառներով են հայտնվել տնակներում, ընտանիքները բազմացել են, մեկ եղբայրը ամուսնացել է, տեղափոխվել են ստացած այդ բնակարանները, մյուս ընտանիքի կեսը մնացել են տնակներում եւ այդպես 30 տարի շարունակել են ապրել։ Մենք ներկայացրել ենք տնակներից ազատվելու վերաբերյալ բավականին իրատեսական ծրագիր, սոցիալական բնակարանաշինություն հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների ընտանիքների համար։ Կառավարության որոշման մեջ այդ ճանապարհները նշված են եւ պետությունը այդ որոշման պարտավորություն ունի քաղաքը ազատել տնակներից, կցակառույցներից, ապօրինի Այո, այսինքն այդ ամբողջը որոշման մեջ կա արդեն։ 7 տարվա ընթացքում քանի բնակելի շենք է կառուցել ձեր կառավարությունը Գյումրիում։ 7 տարվա ընթացքում 5 բնակելի շենք է կառուցվել տարբեր սոցիալական ծրագրերով, համայնքական 7 տարվա 5 բնակելի շենքը քանի բնակարան է, պարոն Մինասյան։ Բնակարանների թիվը այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի բնակարան է, բայց 4 բազմաբնակարան շենք կառուցվել է Մուշ թաղամասում, մեկ շենք կառուցվել է Անի թաղամասում եւ եւս մեկ շենք իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում ստորագրել ենք համաձայնագիրը, շինթույլտվությունը ստացել ենք, կոմբինատ թաղամասում է կառուցվելու, շուտով շինարարական աշխատանքները։ Այսինքն 7 տարվա ընթացքում տարի ու կեսվա ընթացքում մեկ բնակելի շենք է, մեկ հարկեմ, պարոն Բազարյան։ Խնդրում եմ, եթե դուք տեղյակ եք, եթե տեղյակ չեք, ես կասեմ նույն համամասնությամբ 7 տարվա ընթացքում ինչքան շենք է կառուցվել առաջին նախագահի կառավարման օրոք, ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երկրորդ նախագահի կառավարման օրոք եւ ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երրորդ նախագահի կառավարման օրոք դուք այդ նույն 7 տարիների ընթացքում ձեր իշխանությունը, ձեր նոր իշխանությունը, ձեր համար նոր դարձած իշխանությունը ֆիքսենք, որ կառուցել է ընդամենը 5 բնակելի շենք 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն, ունենալով նաև բարերար, որը գումարի կարծեմ 60-70%-ը տվել է։ Այնպես որ սա ամենակարևոր բնորոշումն է ձեր աշխատանքի արդյունավետության, ձեր կառավարության աշխատանքի, ձեր իշխանության արդյունավետության, որովհետև 7 տարվա ընթացքում ասֆալտից սկսած մինչև սոցիալական ծրագրեր դուք ամենասիրուն ձևով փորձում եք ժողովրդին ասել, որ հիմա պարոն Մինասյան, հետո պարոն Մալխասյան, խնդրեմ։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ նախկին նախագահների հանդեպ մեծ համակրանք ունեք, ասեմ, որ նախկին նախագահների ժամանակ այդ բնակարանները մեծամասամբ կառուցվել են բարեգործական հիմնադրամների կողմից Գյումրիում, այո, Սփյուռքից եկած, ես ես չնդադեցի, ես ոչ մի կապ չեմ խզել։ Ձեր իշխանությունը, դուք հիմա փորձում եք տարանջատվել այդ իշխանությունից։ Ուրեմն եղել է Լինսի հիմնադրամ, երբ որ այդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարկերը անհետանում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ այդ հիմնադրամը փակեցին 150 միլիոն դրամը, ուղղեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այո, շենքերի կեսը 3 հարկ է, մնացածը 4 հարկ։ Բոլոր գյումրեցիները գիտեն, փաստը Երևանյան խջուղում, փաստը, որ 4 հարգանի են եղել, մի հարգը կոռուպցիայի զոհ է դարել։ Արագ խոսելով չի, փաստը Երևանյան խջուղում կառուցված բնակարաններն են։ Այո, ես համաձայն եմ, որ բոլորը իրենց, այո, ես համաձայն եմ, որ 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգը կաղել է, հուսով եմ
իրավապահ համակարգը, այլևս ունի լավ լծակներ։ Սպասեք, ձեր իշխանության իրավապահ համակարգը դուք հենց հիմա ասում եք, որ կաղել է, ձեր բոլորը այստեղ հարգանք եմ ցուցաբերում եք մյուսի մեգատման բացի դրա համար ձեզանից 7 տարվա ընթացքում չեք կարողացել վերադարձնել ոչ ձեր իրավապահ համակարգը, ձեր նշանակած իրավապահ համակարգը։ Պարոն Ղազարյան, նորմալ չեք լսում դրա համար գոռում եք։ Պարոն Մխիթարյան, ներողություն։ Խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ Ես ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Ես զգուշացնում եմ վերջին անգամ։ Դուք իսկ վերջին Եթե անգամ ոչ դուք մի բան էլի չեք ընդհատեք կարող։ բոլորիդ եւ անհարգալից լինեք, ես ձեզ ձայնը կկտրեմ պարզապես։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Այս երկրում չկա հանրային հերոստալիկը, որ կարողանա իմ ձայնը կտրել։ Հարգանք ունեցեք տարական։ Լսել եք հարգանքի մասին։ Ստորագրել եք։ Այո, Ուրեմն չես կարող իմ ձայնը կտրել, Պետրոս։ Հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Դուքով հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Այս հերոստատեսությունում դու աշխատանք ես Հարգեք ձեր կողքի մարդկանց։ Հարգեք ձեր ընկերներին։ Ում պետք է հարգում եմ։ Ես զգուշացեցի։ Ում պետք է հարգում եմ։ Պարոն Ղազարյան, Երեք արձանագրենք, որ իրականում այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունը Գյումրիում pedagogical միջոցներով որևէ բազմապանագարան շենք չի կառուցել։ Գյումրիում կառուցվել է սոցիալական բնակարաններ համահայկական հիմնադրամի միջոցներով։ Բայց այստեղ նաև ուզում եմ մեր ծրագրային տերություններից նորից մեջմյանել անդրադառնալ, մենք նաև սոցիալական բնակարանաշինություն ենք նախատեսել, ինչի, որովհետև կան ընտանիքներ, ովքեր երկրաշարժին կորցրել են բնակարանները, պետությունը պարտավորություն ունի նրանց նկատմամբ, բայց արդեն անցել է 37 տարի եւ կան ընտանիքներ, որոնք բազմամարդ են դարձել։ Մի մասը գնացել է, բնարական ստացել է, մյուս մասը մնացել է տնագներում։ Հետևաբար պետությունը նույնպես պետք է պատասխանատու լինի եւ այդ մարդկանց ճակատագրով հետաքրքրված, այլ ոչ թե ծրագիր են մշակել 2 տարվա վարձ են տալիս 60,000 դրամ ամսական, թե դրանից հետո այդ մարդու ճակատագրի ինչ է լինելու, ոչ ոք տեղյակ չէ։ շատ լավ։ Պարոն Ղազարյան։ Պարոն Մինասյան, դուք մի հատ հետաքրքիր հեքիաթ պատմեցիք։ Այս թեմայով սա վերջի հարցու պատասխանն է։ Ուրեմն տեսեք, դուք 5 շենք եք սարքեք Գյումրիի համար, ձեր ծրագրում արագ պիտի Գյումրին շենացնեք եւ Գյումրին պիտի բնակարաններով ապահովեք, ճիշտ է։ Ես մի հատ հարց ունեմ տալու այդ 5 շենքը քանի բնակարան կունենա։ Մոտավորապես 100, ճիշտ է։ Ենթադրենք։ Հա։ Դուք 2800 անօտևաներ նշեցիք, ճիշտ է։ Չէ։ Հա։ 800։ 800։ Այո։ Դե լավ, ենթադրենք 800։ Քանի տարում պիտի դուք այդ Որը ենթադրում է 2700-2800։ Գիտեմ, ես պրոստը իրացը, ես ուզեմ դուք հստակացրեք, դուք եւ ձեր իշխանությունը Պատասխան եմ ձեր հարցին։ քանի տարում խոստանում եք, որ Գյումրիում այս ձեր տեմպերով, այս ցույց խոսալով, քանի տարվա ընթացքում դուք Գյումրեցուն կազատեք այս կարգավիճակից։ Այդ հետաքրքիր սուտ եք ուզեմ դու հիմի բարձր, պարոն Պարտեգյանի հետ գործունից դուք ուտեք Պատասխանեմ։ քանի տարում դու Հարցը հասկանալի։ Կառավարության որոշմամբ մինչև 2027 թվականը Գյումրին պետք է ազատված լինի տնագներից։ Տեսեք, ներկայապահին մեր ծրագրում նաև ներառել ենք սոցիալական հիպոթեկային ծրագրերով ձեռք բերվող բնակարանների վերաբերյալ։ Ես հանդիպել եմ տվյալ ընկերության ներդրողի հետ, ով հիմնավոր ներկայացրել է իր ծրագիրը 1 տարում 500 բնակարան պատրաստ է կառուցել, համայնքի կողմից տրամադրվելու է հողատարածքը անվճար, կառավարության կողմից անցկացվելու են բոլոր կոմունիկացիաները եւ շուկայական արժեքից կրկնակի անգամ էժան բնակարաններ են կառուցվելու եւ ընդամենը 60-70 հազար դրամ վճարելով 5-6 տարվա ընթացքում մեր են տնագային ավաններում ապրող քաղաքացիները, ովքեր երկրաշարժին տնագարան չեն կորցրել, տարբեր պատճառներով կան նաև ընտանիքներ, որոնք գյուղից են տեղափոխվել։ Ամփոփում եմ, վերջ, մի րոպե, պարոն, դուք մի վայրկյան, դուք դեռ բանավիճելու հնարավորություն ունենալու եք։ Պարզապես եկեք հարգենք կանոնները։ Այլն դուք կարող եք միմյանց ձեր մրցակիցներից որևէ մեկին հարց ուղղել